Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, աշխարհասփյուռ հայություն, հայոց աշխարհաժողով հաղորդաշարի ինչ անել հաղորդման շրջանակում ուզում եմ ձեզ հետ կիսվել մի փոքր տեղեկատվությամբ։ Մի փոքր վերլուծություն անենք միասին։ Խոսքը վերաբերում է մոտակա ընտրություններին հունիսի 7-ին եւ ընդհանրապես ընտրությունների մասին է։ Տեսեք, ընդունված է ասել, որ եթե չես գնում ընտրության, եթե անտարբեր ես կամ եթե կարծում ես, որ քո ընտրությունով ոչինչ չի փոխվի, ասում են, որ եթե դու չգնացիր, ապա քո ձայնը կվերցնեն, կօգտագործեն։ Իրականում, եթե այդ մախինացիան չանեն, այդ ձայնը չվերցնեն, չօգտագործեն էլ, ուղղակի չգնալով դուք արդեն նպաստում եք, որպեսզի ձեր ձայնը օգտագործվի իրենց օգտին։ Հիմա բացատրեմ, թե ինչու։ Պայմանական վերցրել ենք 100 հոգի։ Հավասար բաժինների ենք բաժանել 10% այս ամեն քառակուսու մեջ եւ տեսեք, ընդունենք եւ կարծում եմ դա այդպես էլ կա, որ նրանք կարող են ունենալ ամբողջ բնակչության, որ մենք 100%-ի ընդամենը 30%-ը այս հատվածը։ Սա ընդունենք, որ իշխանության ունեցած ձայներն են ամբողջ վարչական ռեսուրսով, իրենց բոլոր մախինացիաները եւ ամեն ինչ օգտագործելով։ Տեսեք, եթե բոլորը գնան ընտրության, ապա նրանց 30%-ը իհարկե փոքրամասնություն է եւ նրանք չեն կարող վերարտադրվել։ Բայց ասենք թե այս 30%-ը, որը հաստատուն է, որտեղ ինչպես ասացի, վարչական ռեսուրս, պետական աշխատողներ այդ ամեն ինչը օգտագործելով, նրանք կարող են հաստատուն պահպանել իրենց 20-ից 30%։ Երբ որ 100%-ի 100% մարդիկ գնում են ընտրության, ապա նրանք փոքրամասնություն են։ Հիմա ընդունենք, որ 100%-ը չեն գնացել եւ 40%-ը վերևի այս 4 հատվածը, որը կազմում է 40%-ը, չեն գնացել ընտրության։ Ընտրության գնացել են ընդամենը 60%-ը։ Ասենք հաջորդ քայլին։ Ուրեմն, ընդհանուր ընտրողների 100%-ի թվից հանում ենք վերևի 4 ուղղանկյունների մեջ եղածը, որ կազմում է 40%։ Ասենք թե ընտրելու իրավունք ունեցողների ընդամենը 60%-ն է գնացել մասնակցել ընտրություններին։ Խնդրեմ հանում ենք 40%։ Եթե տեսնում եք ընտրողների 60%-ի մասնակցության ժամանակ, արդեն 30%-անոց նրանց փոքրամասնությունը դարձավ հավասար, ասենք թե մնացած բոլոր ուժերը ընտրել են իրենց դեմ, միևնույն է, նրանք հավասարվում են, դառնում է 50-50%, որ ասում են, ինչտերի սա պետք, մեկը մեր ձայնը ոչինչ չի փոխում, կամ գնում ենք ինչ անենք, կամ հավես չունեմ, կամ հազիվ ազատորա գնանք միտեղ նականաշ խորոված ուտենք եւ այլն, այդ դեպքում նրանց չցանկացող ժողովրդի այս 70%-ի մեծամասնությունը 40%-ը արդեն չի գնացել ընտրության եւ 30%-ը գնալու դեպքում ձայները բաշխում են արդեն հավասար։ Այսինքն նրանք կարող են ունենալ 50%։ Ահա թե ինչպես է այս անտարբերների, ես այդպես եմ դնում անունը, այս անտարբերների օգնությունը գործող իշխանությանը։ Այսինքն չգնալով ընտրության, լինելով նույնիսկ դժգոհ գործող իշխանություններից, նրանք օգնում են գործող իշխանություններին ընտրվելու։ Ընդունենք թե, որ ընդամենը 10%-ը ընտրության գնացած ընդդիմադիրների իրենց ձայները տալիս են ոչ անցողիկ ուժերին, այսինքն այն ուժերին, որոնք հաստատ չեն անցնելու, սա խոսում ենք արդեն, որ ասում են փոշիացում, այդ թե ինչ է նշանակում փոշիացում, այդ փոշիացումն եմ բացատրում։ Այ տեսեք, հանեցինք այդ 10%-ը, արդեն պատկերը փոխվեց։ Այսինքն գործող իշխանության հաստատուն 30%-ը, որ ընդհանուր ընտրողների թվի ընդամենը 30% էր կազմում, այսինքն փոքրամասնություն, արդեն ստացավ այսպիսի պատկեր 60%, որովհետև ինչպես արդեն նշեցինք, 10%-ը լինելով կրկին ընդդիմադիր, բայց իրենց ձայնը տալով չանցնող ուժերին, փոշիացնում են, այդ տեսեք, նրանցը գումարվում է չգնացածների եւ արդեն իշխանությունների վերընտրվելու հավանականությունը բավականին մեծանում է։ Այսինքն ինչ եմ ուզում ասել սիրելի հայրենակիցներ,
Ես գիտեմ, համոզված եմ, դա իմ համոզմունքն է, որ այս երկրում, մեր երկրում, Հայաստանում չի կարող մեծամասնությունը դժգոհ չլինել այն իշխանություններին, որոնք հանձնեցին մեր երկիրը Արցախը, որոնք այսօր մեզ հասցրել են այս աղետի եզրին։ Բայց անտարբերության շնորհիվ կա վտանգ, որ նրանք վերարտադրվեն եւ արդեն կորցնենք իսկ այս մի փոքրիկ, այս մի Վազգեն Սարգսյանի ասածով աթոռը դնելու տեղ այս մի կտոր հողնել կորցնենք։ Դրա համար մեր խնդրանքն է Հայոց աշխարհաժողով շարժման անունից խնդրում եմ բոլոր հայերին, բոլոր հայրենակիցներին եւ Հայաստանում բնակվող բոլոր ազգային փոքրամասնություններին գնացեք ընտրության, կատարեք ընտրությունը ձեր խղճով եւ եթե մանավանդ դուք կարծում եք, որ այս իշխանությունները պետք է հեռանան, ապա ձեր պարտքն է գնալ ընտրատեղամաս եւ ընտրել այն ուժերին, որոնք կարող են հաղթահարել անցողիկ շեմը, որպեսզի միավորվելով ընդդիմությունը կարողանա հաղթել այդ ապօրինի վարչական ռեսուրս կլինի, ծանոթ քերի բարեկամ սանիկ խավոր կլինի այդ մեխանիզմին մի անգամ հաղթենք եւ կարողանանք վերածնվել, վերակառուցել մեր երկիրը։ Աստված օգնական։